Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է սթափնայի իրավիճակին և քայլ կատարի Ռուսաստանի հետ բանակցությունների ուղղությամբ։ Նման կոչով հանդես է եկել քաղաքական գործիչ Արմանդո Մեման։ Եթե ես լինեի Զելենսկին, կթռչեի Ռուսաստան և կսկսեի բանակցությունները, հայտնել է քաղաքական գործիչը։ Նա նաև ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողանա անվերջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, առավել ևս հիմա, երբ Եվրոպայում վատանում է քաղաքական իրավիճակը։ Մեման մատնանշել է նաև եվրոպական պատժամիջոցների վերջին փաթեթի անօգուտությունը։ Նրա խոսքով այն ավելի շատ վնասում է Արևմուտքին, քան Ռուսաստանին։ Բացի այդ, հարվածի տակ է Ուկրաինայի գործընկեր երկրների տնտեսությունը, հավելել է քաղաքական գործիչը։ Հյուսիսատլանտյան դաշինքը այլևս ի զորու չէ դիմակայել Ռուսաստանին և պարտվում է նրան ինչպես քանակով, այնպես էլ սպառազինության որակով։ Նման տեսակետ է հայտնել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին սպա Լարի Ջոնսոնը։ ՆԱՏՕ-ի երկրները կարելի է համեմատել մի խումբ նախկին տարեց մարզիկների հետ, ովքեր խոսում են այն մասին, թե որքան լավ են ֆուտբոլ խաղացել և կարծում են, որ դեռ կարող էին խաղալ, բայց գիտենք, որ նրանք գեր են մարզավիճակից դուրս և տառապում են տարբեր ֆիզիկական հիվանդություններից։ Դա Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անձնավորումն է, ասել է Ջոնսոնը։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն մաշված ուժ է, որը դեռ չի գիտակցում դա։ Բացի այդ, Ջոնսոնի կարծիքով միավորման հետագա մասնակցությունն ուկրաինական հակամարտությանը միայն արագացնում է դրա ներքին քայքայումը, իսկ Ուկրաինան ՆԱՏՕ ուժերը հենց հիմա տապալվում են։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իրանում ընդգրկել են ԱՄՆ-ի զոհերի մեջ։ Թեհրանի կենտրոնում հայտնվել է պաստառ, որում պատկերված է Ազատության արձանի գլուխը, իսկ նրա թագում ԱՄՆ-ից տուժած քաղաքական գործիչների դիմանկարներ։ Այնտեղ ի թիվս այլոց պատկերված են Մուամմար Քադաֆին, Իրանի վերջին շահ Ռեզա Փահլավին, Սադամ Հուսեյնը և Վոլոդիմիր Զելենսկին։ Պաստառի վրա գրված է «Ազատության խոստումների վարագույրի հետևում» և «ԱՄՆ-ն հզոր սատանա է»։ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպասում է համաշխարհային հանրության օգնությանը Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում։ Ուոլցը մեկնաբանել է Ուկրաինայի կարգավորմանն ուղղված ԱՄՆ ջանքերը և ընդգծել, որ Վաշինգտոնում կցանկանային աջակցություն ստանալ։ Միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր ստիպել Ռուսաստանին և Ուկրաինային դադարել ընդհանրապես լռել և սկսել գոնե խոսել։ Մենք դեռ լիովին հաջողության չենք հասել և մնացած աշխարհը պետք է օգնի մեզ, կոչ է արել մշտական ներկայացուցիչը։ Բրիտանացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը բացատրել է, թե ինչու է լուրջ վեճ առաջացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու միջև։ Նրա խոսքով կան տվյալներ, որ Զելենսկին Սիրսկուն հանձնարարել է հարձակում իրականացնել Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում։ Կա նաև հաղորդագրություն, որ Սիրսկին հրաժարվել է կատարել այդ հրամանը, մերժումը պատճառաբանելով նրանով, որ Ուկրաինան պարզապես այլևս ուժ չունի հարձակվելու համար, հավելել է Մերկուրիսը։ Վերլուծաբանը ընդգծել է, որ եթե իր տեղեկությունները ճիշտ են, ապա Սիրսկին առաջին անգամ հրաժարվել է կատարել Զելենսկու հրամանը։ Սա նշանակում է, որ իրավիճակը ռազմաճակատում Ուկրաինայի համար վատթարացել է։